Աշակերտի լավ սովորելու և ինքնընդրսևորման համար դպրոցները պետք է լինեն ապահով և անվտանգ։ Այդ դեպքում ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական խնդիրները չեն ճնշի երեխային կենտրոնանալ ուսման վրա։ Այս և այլ կարևոր թեմաներ մասնագետները քննարկում են աշակերտների հետ առաջին աշակերտական համաժողովի ընթացքում։ Բազմազանությունը իհարկե ոչ միայն լեզվական, մշակութային կամ ազգային, այլև կարող լինի ֆիզիկական և մտավոր։ Եվ կխոսամ ինչու է կարևոր հասկանալ, որ բազմազանությունը կարևոր է, հարգել մեկը մյուսին, որպեսզի լինել ապահով միջավայրում։ Եթե մենք մեկս մյուսին հարգենք, եթե մենք ընդունենք բոլորս այնպես, ինչպես մենք կանք, ապա մենք մեզ կզգանք մեր դիրքերում։ Կան աշակերտներ, որ արտադպրոցական կյանքում իրենց կյանքը այդքան էլ լավը չէ եւ նրանք դպրոցում ավելի լավ են իրենց զգում, շատ են ուզում մնալ դպրոցում, դրա համար դպրոցում անվտանգությունը շատ կարևոր է։ Համաժողով անցկացնելու գաղափարը վաղուց է եղել, քանի որ կրթական համակարգի բարեփոխումների ճիշտ որոշումներ կայացնելու համար մասնագետները պետք է լսեն նաև շահառուների, դպրոցականների կարծիքը։ Երեխայի իրավունքների շարքում մենք պետք է նկատենք այնպիսի մի կարևոր իրավունք, մյուս կարևոր իրավունքների շարքում, որը մասնակցության իրավունքն է։ Մասնակցության իրավունքը երեխայի ձայնը լսելի դարձնելու մասին է, որ ձեզ վերաբերող որոշումները չկայացվեն առանց ձեզ։ Եվ հուսով եմ, որ այսօր ձեր մասնակցության, ձեր մտքերով և ձեր դիտարկումներով դուք հենց նման հնարավորություն եք մեզ համար ձևավորելու։ Դպրոցականների ձայնը լսելի դարձնելու և խնդիրները համապատասխան մարմիններին հասցեագրելու հնարավորություն կա նաև հենց կրթօջախներում, աշակերտական խորհուրդների միջոցով։ Մենք հաճախ տեսնում ենք օրինակ դպրոցներում աշակերտական խորհուրդներ, որոնք ըստ էության թղթի վրա են և չեն գործում, որևէ կերպ չեն արտահայտում աշակերտների հարցերը, օրակարգերը, խնդիրները։ Գիտեք, յուրաքանչյուր հնարավորություն ընդհանրապես կարող է մնալ հնարավորություն գրված թղթին, եթե մենք այն ճիշտ չենք օգտագործում։ Միջոցառման օրակարգը հագեցած է դպրոցներում անվտանգության ապահովումից մինչև կրթական ենթակառուցվածքների և ուսումնական բովանդակության բարելավում։ Համաժողովը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործակցությամբ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Արամ Մարանդյան լուրեր։